Եկեք այսօր միասին շպարվենք։ Ես քողարկիչը օգտագործում եմ տոնայինից առաջ, որպեսզի այս բոլոր անհարթությունները շտկեմ։ Ու այս ամենը ես տարածում եմ վրձինով ավելի լավ է նստում։ Երբ արդեն բազա ունենք, հանգիստ խղճով կարող եք օգտագործել տոնայինը։ Եվ այս ամենը կրկին տարածում ենք վրձինով։ Տոնից հետո ես վերցնում եմ շարլոտայի կոնտուրինգը եւ տարածում ենք նույն վրձինով։ Այ հիմա նոր վերցնում ենք բաց գույնի քողարկիչը եւ գցում ենք աչքերի շուրջ։ Բաց քողարկիչի շնորհիվ մենք մեր դիմահարդարումը ավելի մաքուր ստացանք։ Եթե դուք ինպես սիրում եք Photoshop-ի էֆեկտ աչքերի շուրջ, վերցնում ենք շարլոտայի դիմափոշին եւ այսպես տպտպացներով անցնում ենք։ Հետո վերցնում շաների դիմափոշին ու քանի որ ես մատ էֆեկտի սիրահար եմ, ամբողջ դեմքի վրայով այսպես անցնում եմ։ Իդեպ դիմափոշու շնորհիվ չոր կոնտուրինգը ավելի լավ կնստի ձեր դեմքի վրա։ Չոր կոնտուրինգի համար ես Benefit եմ օգտագործում եւ Catrice-ը։ Միքսում ենք։ Տեսեք, ես անցնում եմ այն հատվածները, որտեղ որ թաց կոնտուրինգ էինք արել։ Վերցնում ենք բլաշը եւ տարածում ենք թուշիկների եւ կոպերի վրա։ Միշտ օգտագործում եմ երկու տեսակի տուշ։ Առաջինը պետքա լինի sense բարակ շոտոչկա, որպեսզի կարողանաք երկարացնել ձեր թարթիչները։ Հետո վերցնում եմ պանորաման եւ պանորամայի շնորհիվ արդեն կկարողանանք խտություն ապահովել։ Իսկ հիմա իմ 10-րդ լայֆհակը ինչպես հաղորդել էլ ավելի լավ ծավալ, վերցնում ենք մեր մատերը եւ այսպես մատերի շնորհիվ բացացնում ենք թարթիչները։ Ասեք, որ շատ գեղեցիկ ստացվեց։ Սա էլ մեր դիմահարդարման եւ տեսքի վերջնացումը։ Տեսեք ինչքան գեղեցիկ ամեն ինչ, նաև չենք մոռանում օծանելիքի մասին։ Մենք պատրաստ ենք։